Այսօր ուզում եմ նայել զոդիակի բոլոր նշանների համար ինչն է այսօր իրենց հուզում։ Հարգելիներս, ես մի օրում բոլորի համար չեմ կարող նայել, սա բավականին աշխատանք է, ժամանակ է խլում ինձնից։ Ես մի քանի օրվա մեջ բոլոր նշանների համար էլ կնայեմ, մի քանի օրում հաջորդ երևի 2-3 օրվա ընթացքում բոլորին կտեղադրեմ։ Այսօր նայում ենք առայժմ խոյերի համար։ Տեսնենք ինչ կը խոյերի մտքում, ինչ է իրենց այսօր հուզում։ Ինչ թեմաներ են հուզում։ Մարդկանց հիմնականում հուզում են ֆինանսական հարցերը, անձնական հարցերը եւ աշխատանքային, բայց ես չեմ ընտրի։ Թող կարտերն իրենք ցույց տան, թե ինչ են հուզում այսօրվա դրությամբ խոյերին։ Ունեմ 3 կարտ։ Ես տեսնում եմ ինչ-որ խոչընդոտներ։ Տեսնում եմ սարերի կարտը, բայց տեսնենք այս 3 թեմաներից որի համար էր խոչընդոտը։ Տեսնում եմ կամուրջ առաջի կարտը։ Ինչ-որ փոփոխություն են ցանկանում խոյերը։ Ինչ հարցում են ուզում փոփոխություն։ Կամուրջ նշանակում է մի կողմից անցնել մյուսը, ինչ-որ բան ուզում են իրենց կյանքում փոխել եւ ըստ երևույթին կան դրա համար դրա դեմ առաջացած խոչընդոտներ։ Ես տեսնում եմ այստեղ կին եւ տեսնում եմ արջ։ Արջը այսպես լավ աշխատանքով, լավ դիրքով, լավ ստատուսով, այսպես կայացած անձնավորություն է, ուժեղ բնավորություն ունի, երևի լավ վաստակում է, շատ այսպես կյանքում ինչ-որ մի բանի հասած, կայացած, եթե աշխատանքում է, ամեն դեպքում իր դիրքում, ինչ դիրք էլ կյանքում ունի, իր բիզնեսն ունի, թե ինչ-որ մեկի համար աշխատում է, պաշտոն ունի, իր գործում ինքը բավականին այսպես ամուր ոտքերի վրա է կանգնած, բավականին ուժեղ անձնավորություն է։ Տեսնում ենք կամուրջ, տեսնում եմ կին, տեսնում եմ արջ եւ տեսնում եմ խոչընդոտներ։ Տեսնենք այս բոլորը ինչ է ասում մեզ։ Խոչընդոտները թողնենք վերևում։ Տեսնենք ինչի մասին է սա։ Դե հասկանում եք, ես իհարկե սա չի կարող բոլոր խոյերին վերաբերել, բայց ում որ կվերաբերի։ Ես տեսնում եմ գրքերը, տեսնում եմ ամպերը եւ տեսնում եմ լաբիրինթոս։ Եթե հիշում եք, սկզբում ասացի, կային խոչընդոտներ, ուզում են փոփոխություն։ Ես այստեղ արջը կարող եմ տեսնել տղամարդ, կինը կարող եմ տեսնել կին։ Փոփոխություն են ուզում, երկուսով են ուզում, թե նրանցից մեկն ու մեկն է ուզում, երևի կարտերը շուտով ցույց կտան։ Ինչ որ լուր են իմացել, ինչ որ նորություն, ինչ որ գաղտնիք է միգուցե բացվել, եւ ամպեր են կուտակվել, եւ հայտնվել են խճուղում, լաբիրինթոսում, այսինքն բավականին այսպես պրոբլեմներ են առաջացել, ինչ որ մեկը ինչ որ գաղտնիք է իմացել եւ առաջացել են այսպես լուրջ խնդիրներ։ Ով է իմացել, ում մասին է իմացել, տեսնենք։ Հաջորդ ինչ եմ տեսնում։ Հաջորդը տեսնում եմ խաչ, տեսնում եմ Արագաստանավը եւ դիմակները։ Ինչ որ ճակատագրական լուրջ խնդրի առաջ են կանգնած խոյերը։ Կոնկրետ ինչ որ հարց կա, որը լուծում է պահանջում, բայց իրենք լուծումը չեն գտնում, նավակը կանգնած է եւ իրենք շրջապատված են մի տեսակ երկերեսանի մարդկանցով։ Կեղծ մարդկանցով, դրա համար էլ չգիտեն որ կողմը գնալ, չգիտեն ում վստահել, ոչ մեկի էլ չեն վստահում։ Եվ դրանից իրավիճակն ավելի է բարդանում։ Դրա համար էլ այս ամպերը կուտակված են, սարերը խանգարում են իրենց տեսնել իրականությունը, տեսնել թե իրականում ինչ է կատարվում։ Ինչի հետ է սա կապված, տեսնենք։ Տեսնում եմ խնդիրները, բայց չեմ տեսնում առայժմ, թե այս խնդիրները
Ինչի հետ են կապված։ Տեսնում եմ այստեղ մատանի, այսինքն այո, այստեղ ինչ որ երկու հոգու մասին է խոսքը, սա վերաբերվում է երևի թե ամուսնացած զույգ է սա։ Կինը արջը ամուսինն էր, կինը նրա կինն էր։ Տեսնում եմ այստեղ երեխա, տեսնում եմ թռչունը, խոշորացույցը, տուն և էլի կին։ Երեխան էլի նորություն է, ինչ-որ նորություն են լցել ինչ-որ մեկից և այսպես միանգամից փոխել է ամեն ինչ իրենց կյանքում և կնոջ հատկապես, կարծում եմ այստեղ կինն է, ինչ-որ լուր է լսել և երևի լուրը լսել է իր ամուսնու մասին։ Այստեղ տեսնում եք խոշորացույց, կին տղամարդ, այո, ինչ-որ մեկը ինչ-որ խոսակցություններ է, ինչ-որ բան է ասել կնոջը, միգուցե ամուսնու մասին և կինը շատ այսպես հուզված է, խառնվել է իրար չգիտի ինչ անել, այսպես կարող եմ ասել, կինը հայտնվել է մի տեսակ անելանելի վիճակում, սա կինն է, սա իր տունն է, ես չգիտեմ, միգուցե ամուսնու և այլ կնոջ հարաբերությունների մասին ինչ-որ մեկը ինչ-որ բան է ասել, կինը այսպես ներշնչել է իրեն և այսպես եկել հայտնվել է լաբիրինթոսում, ես կարող եմ ասել երևի թե իրենք երեխա էլ ունեն, աղջիկ երեխա եմ տեսնում, փոքր։ Ես հույսով եմ և վստահ եմ, որ սա բոլոր խոյերին չի կարող վերաբերել, բայց կոնկրետ տվյալ դեպքում երևի կինը ինչ-որ կասկածներ ունի ամուսնու նկատմամբ, խոսակցություններ է լսել, ինչ-որ բան է բացահայտվել։ Այն տպավորություն է, որ ամուսինը չգիտի էլ, որտեղ ամուսինը բոլորովին այլ կողմ էր նայում։ Կինը իրեն լսել է, նեղվել է, հուզված է։ Քարտերը գլխի վայր են շնչված։ Այո, տեսնում եմ ձկներ, տեսնում եմ զառերի կարտը, տեսնում եմ թռչուններ և տեսնում եմ առնետ։ Ձկների հետ խոսակցությունները անընդհատ, անընդմեջ, ինչ-որ բամբասանքներ, խոսակցություններ, կարող եմ ասել, այո, չեմ ուզում շատ վատ բաներ ասել, չեմ ուզում վատ բաներ, ես կանայք չեմ տեսնում, տղամարդու կողմից դավաճանություններ չեմ տեսնում, բայց կա, երևի թե ինչ-որ խոսակցություններ կան, ինչ-որ կնոջ հետ է կապված խոսակցությունները, բայց ես ոչ մի վստահություն չեմ տեսնում, ես չեմ կարող վստահ ասել, թե դա ճիշտ է, այդ խոսակցությունները ճիշտ են, թե սխալ, բայց կարող եմ ասել, որ կնոջը բավականին հուզել և անհանգստացրել է և կինը դժվարանում է որոշում կայացնել, կարծես այսպես տեղում ձկները, տեսեք, տեղում պտտվում է, չի կարողանում որոշում կայացնել, որովհետև, այո, շատ ռիսկային է, չես կարող ինչ-որ որոշում կայացնել, ամուսնու հետ կոնկրետ խոսել, կոնկրետ ուլտիմատումներ ներկայացնել, իրականում կարող եք կորցնել ձեր ամուսնուն, բայց երևի ինչ-որ պետք է վստահ լինել, համոզվել, ամեն բամբասանքի չի կարելի հավատալ, վերջում տեսնում եմ ժամանակի կարծը, այսինքն ժամանակ է պետք, մինչև կարողանաք հասկանալ իրականում ճիշտ է, սուտ է, ամեն լսածի չի կարելի հավատալ, այո, գիտեմ, հասկանում եմ, երբ որ աշխատում են տղամարդիկ, լավ փող են վաստակում, պաշտոններ ունեն, աշխատանքի վայրում սիրուհիներ են պահում, դա չի նշանակում, դա վերաբերում է բոլորին, այդպես ուղղակի չի կարող լինել։ Տվյալ դեպքում ես էլ եմ ասում, ես կոնկրետ ամուսնու կողմից ոչ մի արարք, ոչ մի բան չեմ տեսնում, ես բոլորը կնոջ մտահոգությունն է, կնոջ խանդն է, կնոջ խնդիրներն են, որտեղ ինչ-որ կասկածներ ունի կամ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան է ասել, ինքն էլ ուզում է փոխել, ուզում է բացահայտել, բայց ինչքան ուզում է պարզել իր համար, այնքան ավելի լաբիրինթոսում է հայտնվում, ավելի խճճվում է և ելքը չի տեսնում, բայց ես նորից եմ ասում, սա բոլորը կնոջ հետ է կատարվում, տղամարդու հետ կապված ես չեմ տեսնում, տղամարդը ինչ-որ բան է անում, և սա տևական պրոցես է, կինը ինչ անում է, ինքն իրեն է անում։
կինը ինչ անում է, ինքն իրեն է անում։ Տեսնում եմ, սա բավական երկար տևած process է, այսինքն կանգնել է, սա նորություն չէ, կինը նոր չի, որ իմացել է, ուղղակի երկար ժամանակ է չգիտի ինչ անել, ոչինչ էլ չի անում, Ղարի 9, այո, շատ տհաճ, ինքը ուղղակի ինքն իրեն նեղված է, միգուցե ամուսնու նկատմամբ էլ ինչ-որ լավ չի տրամադրված, այսպես շատ կարող եմ ասել, շատ մի տեսակ ճնշված, նեղված վիճակում է, սա էլ ամուսին է, ամուսնու պատճառով, այո, կինը ամուսնու պատճառով եւ ինքը կարծում է, որ ինքը ընտրություն պետք է կատարի։ Ինքը կարծում է, որ ընտրության առաջ է կանգնած։ Ինչ որ լուրի է երևի սպասում։ Ես վերջում այս կարտն եմ տեսնում, չեմ ուզում ճիշտն ասած ուրիշ կարտեր հանել։ Սա հաջողության կարտն է, ես կարծում եմ, որ հարգելի կանայք, երևի ոչինչ խնդիր չկա, սա ձեր մտքում է, դուք եք այսպես մտածում։ Իսկապես, ես կարծում եմ, որ ավելի շուտ սա դուք եք մտածում, դուք եք խանդում, քան ինչ որ մի բան կա։ Դեռ մարդը աշխատում է, աշխատանքի վայրում անպայման կլինեն կանայք, որոնց հետ մարդը կշփվի։ Բայց շփվելը, զրուցելը դա դեռ չի նշանակում դավաճանել։ Ես էլ եմ ասում, շատ լավ կարտ դուրս եկավ, ինձ հետաքրքիր վերջին կարտը ինչ կներ, ուրիշ էլ ոչինչ չեմ ուզում բացել։ Սա ձեր մտքում է, սա ձեր գլխում է կատարվում, ինչ որ կատարվում է, դուք եք անում, ինչ որ անում եք։ Ձեր ամուսինը դեռ արջի միայն մի բան տեսա, ինքը այսպես հանգիստ իր գործն է անում։ Մարդը պարզապես ընտանիքի համար աշխատում է եւ ես էլ եմ ասում, այստեղ շատ մեծ սեր, կոտրված սրտեր չեմ տեսնում, բայց ինձ թվում է ամեն դեպքում սա դուք եք ձեզ ներշնչում։ Իրականում երևի ամեն ինչ շատ էլ լավ է եւ հույսով եմ լավ էլ կվերջանա, ամենից ես այդպես մաղթում եմ, բայց առաջարկում եմ մի շտապեք, ոչ մի որոշում մի կայացրեք, կարող եք ձեր նորմալ հարաբերությունները փչացնել, պարզապես ձեր կասկածներից ելնելով, իսկ ամեն բամբասովի չեն հավատա։ Ես իսկապես հույսով եմ, սրանք պարզապես կեղծ նորություններ էին, ուղղակի ձեզ դուք ներշնչել եք, բայց դա ոչինչ չի նշանակում։